Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառին Թովյանն եմ, բարի առավոտ։ Արգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի վերաբերյալ իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։ Փաստաբանի խոսքով ծառայողական բնակարաններն ազատելու հարյուրավոր ծանուցումներ են ուղարկել արցախցիներին, այդ թվում Արցախի նախկին զինկոմիսար Ֆելիքս Գաբրիելյանին եւ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանին։ Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ պատճառաբանությամբ։ Իսկ Արցախի ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հարցի վերաբերյալ վճիռը մինչեւ այսօր չեն հրապարակել։ Կալանավորված արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Փաստաբան Դավիթ Հովանիսյանը հայտնել է, Արթուրը հացադուլը չի դադարեցնի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իրեն փախած անվանելու եւ իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չի խնդրել։ Փաստաբանը ներկայացրել է Օսիպյանի պահման պայմանները։ Խոսք սողում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին եւ արդարադատության նախարարին։ Անազատության մեջ գտնվող քրեակատարական հիմնարկում գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե կորցնի առողջությունը, ստանա թոքաբոր կամ այլ հիվանդություն եւ պետք է չզրկվի արևի լույս տեսնելու հիվանդությունից կամ այդ բանտախցում պետք է պատերի վրա տարբեր տեսանկի սնկեր չաճեն խոնավության պատճառով։ Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած բանտախցերի պայմաններին հավասար պայմաններով։ Մայրաթոռում եպիսկոպոսների ձեռնադրման արարողության ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II խոսել է եկեղեցու դեմ արշավի մասին։ Վեհափառը շեշտել է, որ հայոց եկեղեցու սպասավորներին իշխանությունը ենթարկում է հետապնդումների ու ազատազրկման։ Մեր հոգևորականները ի Հայաստան եւս փյուրս աննկուն են ոգով, անխախտ են Սուրբ Էջմիածին հավատարմության մեջ եւ անդավաճան իրենց ուխտին ու կոչմանը նախանձախնդրությամբ շարունակում են տերերն ապատվեր առաքելությունը իրականություն դարձնելու տեսիլքները հոգևոր կյանքի պայծառության, պետականության ամրապնդման, հայրենիքի շինության, հայրենիքի հզորության ու առաջընթացի։ Եպիսկոպոսության աստիճան էին արժանացել Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանը եւ Մայրաթոռ քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Ախալքալակ Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ 3 օրը սկսվեց Փաշինյանի այս հայտարարությամբ եւ Թուրքիային ու Վրաստանին ուղղված շնորհակալական խոսքերով։ Փաշինյանի խոսքով Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ, իսկ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական միության հետ։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչներ տարածել է Փաշինյանի գրառումն ու գրել, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս մեկ նոր եւ կարեւոր քայլ են կատարել երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում, համոզված է Քլիչը։ Փաշինյանը դեպի Եվրոպա արտահանումների աննախադեպ հնարավորությունից եւ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի ստեղծումից է խոսում։ Սա անում է Ռուսաստանում հայկական միրգ բանջարեղենի, խմիչքների եւ այլ տնտեսական ապրանքների մուտքի եւ վաճառքի կասեցման ֆոնին։ Լսենք քաղաքագետի մեկնաբանությունը։ Հատկապես ովքեր որ գյուղերում են ապրում, գյուղատնտեսությամբ են զբաղվում կամ գյուղմթերքները առևտրով են զբաղվում, նույն ծաղիկներին վերաբերում հասկանում են, թե դա ինչ հարված կարող է լինել տնտեսության վրա եւ կոնկրետ այդ մարդկանց համար։ Եվ այդ առումով ինքը այդ նման հայտարարության միջոցով փորձում է ցույց տալ, որ ինչ որ այլ երթուղի է բացվում
Իսկ Հայաստանը այս երթուղում շահագրգիռ կողմ չի կարող լինել, վստահ է տնտեսագետը։ Հենց Թուրքիան է ուղիղ ելքի հնարավորություն ստանում դեպի հայկական շուկա, որը փաստի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին, հատկապես գյուղմթերքի իրացման շուկայում։ Եվրոպական որևէ երկիր չի կարողանում դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիան եւ Հայաստանը լինելով ավելի փոքր եւ խոցելի երկիր առավել եւս չի կարող նման հնարավորություն ունենալ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հայկական ապրանքները, գյուղմթերքները եւ դրանից վերամշակումից ստացվող արտադրանքը դուրս է մնալու շուկայից։ Քարոզարշավի նախավերջին շաբաթն է։ Ընտրության մասնակից ուժերը շրջում են ամբողջ հանրապետությունում եւ ներկայացնում իրենց ծրագրերը։ Փաշինյանը վստահ է, թե ԵԱՏՄ-ում իր համար անլուծելի հարցեր չկան եւ ԵԱՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունի։ Թե ինչի հիման վրա է պնդում Փաշինյանը, լսենք։ Ես միակ պաշտոնյանն եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյանն է, որ ԵԱՏՄ-ի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է։ ԵԱՏՄ վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստի եւ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի։ Միջադեպ է տեղի ունեցել նաև Այգեձորում, քաղաքացիական պայմանագիրը չի կարողացել այնտեղ քարոզարշավ անել, բնակիչները թույլ չեն տվել։ Հայաստան դաշինքը Երևանում էր, դաշինքի առաջնորդ եւ վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է պետության անվտանգության եւ երկարատև խաղաղության սեփական բանաձևը։ Ըստ նրա, երկրի պաշտպանողականությունը հենվում է 3 անկյունաքարային բաղադրիչների վրա՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից։ Եթե չունես ուժեղ առաջնորդ ու բանակ, դու գործընկեր չես, այլ բեռ ես, շեշտել է Քոչարյանը։ Եվ առանց հզոր դաշնակցի դժվար է ապահովել ամբողջական անվտանգությունը, որովհետև դու կարող ես հակադրվել փոքր երկրներին, բայց մեծ երկրների համար պետք է նաև մեծ ուժեղ հզոր դաշնակից։ Եվ սա է խաղաղության բանաձևը։ Հակառակ դեպքում խաղաղությունը ոչ թե հենված է օբյեկտիվ հանգամանքների վրա, այլ մեկ մարդու քո հակառակորդի բարի կամքի վրա։ Լավ առաստեսավ, թե վատ երաստեսավ։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ ընդգծել է, որ իրենց ուժը գալիս է նոր որակի պետություն ստեղծելու համար։ Քաղաքացիներին հորդորել է թույլ չտալ, որ միֆերը հաղթեն իրականությանը։ Մի ընտրեք միֆերի հիման վրա, ընտրեք իրականության հիման վրա ու մերժեք այս վատ իրականությունը, այս անընդունելի իրականությունը 2026-ին մերժեք 16-ին։ Հաջորդ միֆը, ասում են մենք գալու ենք ու սահմանափակելու ենք ձեր ազատությունները։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, միակ ուժը, որ սահմանափակել է ձեր գրեթե բոլոր ազատությունները, անգամ կրոնի ազատությունը, խոսքի ազատությունը, ձեզ քննադատելու համար անվանել է շպիոններ, ձեզ մեղադրել է մահացած չլինելու մեջ գործող իշխանությունն է։ Այս հարթակը ազատ մարդկանց հարթակ է, ազատություն սիրող մարդկանց հարթակ է, մենք գալիս ենք ոչ թե ազատություններ սահմանափակելու, այլ ձեզ ազատություն բերելու։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու Աննա Գրիգորյանը հանդիպել են մոտ 20 օտարերկրյա լրագրողների՝ գերմանացի, ավստրիացի եւ շվեյցարացի։ Խաչատրյանի խոսքով լրագրողներին հետաքրքրում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, առևտրատնտեսական կապերը։ Ասում են, իսկ Եվրոպայի հետ ասեմ իհարկե համաձայն ենք, իհարկե պետք է մեր հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները ընդլայնենք, բայց ասում եմ ձեզանից մեկը Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում մի հայկական ապրանք առել է,
քար լռություն։ Լավ ասում եմ, չեկարե։ Գոնե մեկը ձեզանից Եվրոպայում մի հայկական ապրանք, մի խանութում, մի ցուցափեղկի վրա տեսել է քար լռություն։ Որտեղից տեսնեն։ Ինչ է Հայաստանը արտադրում, որ կարողանա վաճառի Եվրոպայում։ Ինչ։ Բավոր ոչինչ։ Այդ Նիկոլ Փաշինյանի հրճվանքը, թե հեսա սահմանը բացվեց, հեսա թուրքերը թողելու են, հեսա մեր ապրանքը գնալու է։ Ինչ է գնալու մեր ապրանքը։ Հոլանդիայից բերած վարդը Հոլանդիա է գնալու։ Թե Թուրքիայից մաքսան ենք բերված լոլիկն է Թուրքիա գնալու։ Ուժեղ Հայաստանի առաջնորդն իր տանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ։ Սամվել Կարապետյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Նրա խոսքով այն ինչ հիմա է կատարվում, պարզապես խայտառակություն է։ Ասեցի գերիների մասին, ամեն ինչ անելու ենք իրենց համար, այս խայտառակությունը, որ ամբողջ աշխարհին առաջ մենք նայում ենք, տեսնում ենք մեր ընկերներին, մեր նույնպես ուժեղ ընկերներին, բայց այսօր անմխիտար վիճակում ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, որովհետև մեր իշխանությունները, ես արդեն կասկածներ ունեմ, որ նույնիսկ օգնել են իրենց այնտեղ հայտնվելուն, նույնիսկ վտանգ են տեսել։ Դրա համար այդ հարցը լինելու է մեր գլխավոր խնդիրներից մեկը, որ մեր լավագույն զավակները գան իրենց տները։ Իսրայելական ավիացիան Լիբանանի հարավում գրոհել է առնվազն 5 բնակավայր։ Առավել ինտենսիվ հարվածները բաժին են հասել Ջեփշիթին, որի վրա 1 ժամում 5 անգամ անընդմեջ հարվածել են։ Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի մանրամասները։ Աքսիոսը գրել է, որ հուշագրի նախագծի համաձայն հրադադարը կերկարաձգվի 60 օրով։ ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների վրա դրված շրջափակումը և կմեղմացնի պատժամիջոցները, Հորմուզի նեղուցը կբացվի նավագնացության համար, իսկ Իրանը կկարողանա ազատորեն առևտուր անել նավթով։ Միևնույն ժամանակ Իրանը կսկսի Հորմուզի նեղուցի ականազերծումը, իսկ ԱՄՆ-ն կպահպանի ռազմական ներկայությունը Իրանի շուրջ մինչև վերջնական համաձայնության հասնելը։ Հուշագիրը նաև նախատեսում է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակություն։ Պառակտում քեմալականների շրջանում Թուրքիայում երկու ճամբարների ներկայացուցիչների միջև բախումներ են տեղի ունենում։ Օրեր առաջ Անկարայի դատարանն անվավեր է ճանաչել 2023 թվականի նոյեմբերին կայացած Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության համագումարի արդյունքները, որտեղ կուսակցության նոր ղեկավար է ընտրվել Օզգյուր Օզելը։ Դատարանը որոշել է Օզելին հեռացնել կուսակցության ղեկավարությունից եւ կառավարումը ժամանակավորապես հանձնել կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քլիչդարօղլուին։ Փաստորեն կուսակցությունում պառակտում է տեղի ունեցել։ Քլիչդարօղլուին թույլ չեն տվել մտնել գրասենյակի շենք եւ բարիկադներ են կառուցել, որպեսզի ոստիկանությունը չօգնի նրան ներս մտնել։ Ոստիկանությունը կոտրել է Անկարայում ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանի դարպասները, ստորաբաժանումները ներխուժել են ներս, որտեղ ընդդիմադիր բարիկադներ են տեղադրել։ Պատգամավոր Մահմուդ Թանալին, որը աջակցում է ղեկավարությունից հեռացված Օզելի թևին, լրագրողները նկարահանել են լացակումած։ Եվ վերջում եղանակի մասին։ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ից 27-ին, ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։